Ինչով են տարբերվում արտամարմնային բեղմնարման ճանապարհով ծնված երեխաները բնական ճանապարհով ծնված երեխաներից։ Հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք վերջիններից տարբերությունը։ Արտամարմնային բեղմնարման ժամանակ սպերմատոզոիդի և ձվաբջիջի բեղմնավորումը տեղի ունենում ոչ թե արհեստական, այլ արտամարմնային պայմաններում, որից 3 կամ 5 օր անց սաղմիկը հայտնվում է արգանդի խոռոչում։ Իսկ բնական ճանապարհով հղիության դեպքում սպերմատոզոիդի և ձվաբջիջի բեղմնավորումը տեղի ունենում արգանդափողում, որից 5 օր անց նորից հայտնվում է արգանդի խոռոչում։ Տարբերությունը կայանում է միայն կյանքի առաջին 3 կամ 5 օրերում, որից հետո բոլոր օրգան համակարգերի աճը և զարգացումը մինչև երեխայի ծնունդը տեղի ունենում բացառապես նույն ձևով։ Ավելին, չկա որևէ հետազոտություն, որը ցույց կտա արտամարմնային բեղմնավորման կամ բնական ճանապարհով ծնված երեխաների միջև որևէ տարբերություն։ Մի հետաձգեք ձեր հղիության պլանավորումը, եթե ունեք արտամարմնային բեղմնարման ցուցում, միայն տարածված միֆերի պատճառով, քանի որ ժամանակը կարևորագույն գործոնն է։ Հետևեք ինձ ավելին իմանալու ձեր վերարտադրողական առողջության մասին։